Цените жизнь, когда вы вместе, пока невзгоды не разлучат вас. Цените каждое мгновение и каждый новый светлый Божий час. Любите тех, кто с вами рядом, кто каждый день заботится о вас. Боготворите нежным взглядом, пускай все это не смущает нас. Прощайте все, со все обиды, кто делал очень больно в жизни вам. Прощайте всякую ошибку, не нужно собирать нам всякий хлам. Мы знаем все, что жизнь не вечна, ее не сможем заново писать. С облаками будет встреча, прошедшее придется пролистать. Մեր մոլորակի փուճուր մասի երջանկությունն ու բարօրությունը այս մասով ինձանից հետ բերից վարդը հավեսով ջրի փոշի է գալիս ու շնչառության համար շատ օգտակար է ջրի փոշի այդպես արգանդներս բոլորիդ Սառը ջրի հրաշքները ու ոչ միայն ջրի սառնության ընդհանրապես հրաշքների մասին հիմա էլ ավելի շատ են խոսում ինձ հետ տարբեր մարդիկ ծանոթացնում են, ես շատ ուրախ եմ նաև լսեցի այս վերջերս, որ մարդու մարմինը սառեցնելով բժիշկները օպերացիաներ են անում դե իրենց մասնագիտական հարցերից չեմ կարող շատ խոսեմ, բայց սառեցնելը շատ օգտակար է։ Երեք խոսում ենք հարգանքներս իրան, մի հավեսով անձնավորության հետ տարիքով մարդ ասում է, դե որ սովորական էլ նայես, սառեցի, սթափվեցի, չէ, տաքացար, ոնց որ թուլանում ես։ Դա ոնց որ մահ է տանում տաքանալը։ Զադգուրուն ավելի կոպիտ է ասում է, եթե դու այսինքն կոպիտ չէ, իրական, ինքը ասում է, ես իմ հետ եմ իրական ապրում չէ, դե բոլորս ենք յոգայով զբաղվող մարդիկ այդպես անում։ Ձմեռ լինի, ցուրտ լինի, մենք մեր հետ շատ դաժան ենք վարվում։ Դրա համար դաժանությունը դա է, դաժանություն էլ չի, իրականություն է։ Երբ որ սառը ջրով ես լողանում, դժվար է, բայց արթնացնող է, ապրեցնող է, տաք ջրով լողանալը հաճելի է, բայց մեռցնող է, քնցնող ու աստիճանաբար վարի տվող է։ Դե լավ եղեք, հանդիպենք։